Տիկին Ջուլհակյան, դուք պատասխանելով Արտուր Խաչատրյանի հարցին, թե երբ է առաջացել 29743 թիվը, օրինակ բերեցիք դասագիրքը։ Ճիշտ ասած, միջազգային պրակտիկայում ես նման երևույթ նախադեպ չգիտեմ, երբ որ պետության սահմանը չափվում է գրքով, դասագրքով, նոթատետրով, չգիտեմ։ Եթե գիտեք նման պրակտիկա, խնդրում եմ տեղեկացրեք իմանանք։ Հարցս վերաբերվում է թե ինչպես է գնահատում Բաքվում պահվող ազգությամբ հայերին կարգավիճակին եւ ըստ այդ կարգավիճակի գնահատման ոչ միայն որպես արձանագրում, այլ նաև հետագա գործողությունների պլան, ինչ եք նախատեսում, եւ երկրորդ, դուք ձեր նախընտրական ծրագրում նշել էիք, որ սևով սպիտակի վրա, որ պետք է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը փոխվի։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք դուք նախատեսում եք սահմանադրության խախտում, որով պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցական գործերին, ինչ գործիքակազմ եք նախատեսում այդ խախտումը անելու եւ ըստ այդմ ձեր դիրքորոշումը այդ հարցի կապակցությամբ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Հովսեփյան հարցի համար, սկսեմ առաջին հարցը Բաքվում պահվող հայերն էին, սկսեմ Բաքվում պահվող հայերից։ Գերության մեջ պահվող, այո, իհարկե, ռազմագերի, ինձ խնդրում եմ այս հարցով պարոն Աբրահամյան առնվազն պրետենզիաներ չներկայացնել, որովհետև իմ խորհրդանական գործունեության շատ մեծ մասը, ահռելի մասը նվիրված է եղել եւ շարունակում է նվիրված մնալ Բաքվում գերության մեջ, եթե ուզում եք այդպես ձևակերպեմ, գերության մեջ պահվող հայերի հայրենադարձությանը։ Այդ ուղղությամբ թե կառավարությանը ենթակա մարմինները, թե նաեւ ազգային ժողովի պատգամավորները իրենց խորհրդանական դիվանագիտության լծակների շրջանակներում հնարավոր ամեն բան արել են, հնարավոր որևէ հանդիպում իմ մասնակցությամբ, առանց իմ մասնակցության, մեր գործընկերների մասնակցությամբ չի անցնում առանց այդ հարցի բարձրաձայնման եւ նաեւ դրա արդյունքն է եւ այդ գործողությունների եւ հետեւողական աշխատանքի արդյունքն է, որ մենք կարող ենք այսօր ասել, որ ավելի քան 200 գերեվարված անձ վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն, հայրենադարձվել է։ Արդյոք դա բավարար է? Բնականաբար ոչ, բնականաբար մենք շարունակում ենք հնարավոր ամեն բան անել, որ այնտեղ պահվել շարունակվող բոլոր հայ ռազմագերիները վերադառնան Հայաստանի Հանրապետություն, արդյոք մենք կարող ենք ունենալ այդ առումով մեծ սպասելիքներ, բարդ է լինելու, որևէ մեկը չի խոստացել, որ հեշտ է լինելու, այո, բայց այդ ուղղությամբ բնականաբար աշխատանքը չի դադարելու։ Ինչ վերաբերում է Կտրիչ Ներսիսյանին, խնդրում եմ այստեղ քաղաքական ակցիաներ Տիկին Ջուլակյան, ներողություն, Տիկին Ջուլակյան։ Ես ունեմ քաղաքական դիրքորոշում։ Տիկին Ջուլակյան, խնդրում եմ մի րոպե։ Հարգելի գործընկերներ, երբ որ հնչեցնում եք հարցեր, ենթադրվում է, որ այդ հարցերին հնչելու են պատասխաններ, որոնք որ գուցե ձեր ճաշակին, ցանկություններին եւ քիմքին հաճո չէ։ Այնպես որ ես ձեզ առաջարկում եմ, որպեսզի դուք ազգային ժողովի նիստերի բնականոն ընթացքը չխանգարեք եւ իմանաք, որ այն հատվածում նստած քաղաքացիական պայմանագրի գործընկերները կարող են բոլորով միասին արտաբերել են անուն ազգանունը, որը ձեր մոտ առաջացնում է նման զգացմունքներ։ Այնպես որ կառավարեք ձեր զգացմունքները եւ ամբիոնից խոսացող падգամավորին մի խանգարեք եւ ազգային ժողովի նիստը մի փորձեք խափանել, որովհետեւ դա կունենա կոնկրետ կարգապահական հետևանք։ Համեցեք, պարոն Ղազինյան, դուք հիմա խանգարում եք ազգային ժողովի նիստի բնականon ընթացքը եւ լռեք, Տիկին Ջուլակյան շարունակեք։ Չխանգարեք, վերականգնեք Տիկին Ջուլակյանի ժամանակը։ Շնորհակալ եմ, պարոն Կոնջորյան, հարգելի գործընկերներ, ես քաղաքական գործիչ եմ, բոլորս այստեղ քաղաքական գործունեություն ենք իրականացնում եւ յուրաքանչյուրս ունի քաղաքական դիրքորոշում այս կամ այն հարցի վերաբերյալ։ Հարգելի գործընկեր, հարգելի գործընկերներ, պարոն Հարությունյան, խնդրում եմ հարգելի գործընկերներ, դադարեցրեք այս քննարկումը, Տիկին Ջուլակյան շարունակեք։ Շնորհակալ եմ։ Պարոն Հարությունյան, հարգելի գործընկերներ, պահպանել լռություն։
Պահպանել լռություն։ Պարոն Հարությունյան, հասկանալի է։ Խնդրում եմ թույլ տանք Տիկին Ջուլիակյանը շարունակի, համեցեք։ Շնորհակալություն։ Դա իմ քաղաքական դիրքորոշումն է, որը ակնհայտ է, որ հակադիր է ձեր քաղաքական գործունեությանը, ձեր քաղաքական դիրքորոշմանը, կներեք, չգիտեմ ինչ եմ անդադեսկում, ներողություն Տիկին Հովսեփյան, հակադիր է ձեր քաղաքական դիրքորոշմանը, եւ քանի որ դուք ձեր քաղաքական դիրքորոշումը նաեւ ներկայացնում եք, արտահայտում եք, չլսելով պատասխանը, ուրեմն ես պարզապես կդադարեցնեմ պատասխանը, շնորհակալություն։ Ռեգլամենտը թույլ չի տալիս, պարոն Կարապետյան։ Արձագանք։ Տիկին Ջուլհակյան, օրինակ, ես ձեզ չեմ դիմում Տիկին Պողոսյան, որովհետև դուք Տիկին Ջուլհակյան եք ձեր անձնագրով եւ առհասարակ տարակուսելի կլինի պետաերավական հանձնաժողովի նախագահի թեկնածուն չհարգի փաստաթուղթը անձնագիրը, որով որ Գարեգին երկրորդ է գրված, այսինքն հենվելով փաստաթղթի վրա նաեւ այդպես է։ Սա քաղաքական ճաշակ չէ, սա փաստաթղթի արձանագրում է եւ դրա մասին բարձրաձայնում եւ նաեւ մյուս կողմից բոլոր այլ քաղաքացիների, հայ առաքելական եկեղեցու հետևորդների կրոնական զգացումների ոտնահարում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Հովսեփյան ձեր արձագանքի համար, ես պետք է ասեմ, դա երկար քննարկման առարկա է, թե կրոնական զգացմունքները մարդկանց ինչպես են ոտնահարվում։ Իսկ մարդը ինչ զգացողություն է ունենում, երբ օրինակ սրբազանը, որ ենթադրվում է, որ պետք է լիներ իսկապես սրբազան եւ ակնածանքի արժանի լիներ, բարձրվում է, որ այդքան էլ ակնածանք չի ներշնչում։ Բայց մի նախադասությամբ ձեզ փորձեմ արձագանքել, առանց մանրամասնելու եւ առանց կոնկրետ ձեր գործընկերների կրոնական զգացմունքները վիրավորելու, հա, Մարգարետ Թետչերը ասում էր, եթե դու ստիպված ես ապացուցել, որ դու լեդի ես, ուրեմն դու լեդի չես։ Հիմա իմ մեղավորությունը չէ, որ այն անձը, որին դուք կոչում եք կաթողիկոս, ստիպված է ապացուցել, որ ինքը կաթողիկոս է։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, չի կարելի, որովհետև վարման կարգի վերաբերյալ հիմա չի կարելի ելույթ ուզել։ Հարգելի գործընկերներ, ես մի անգամ արդեն խոսել եմ սրա մասին։ Եթե ես չտեսա, չգիտեմ, միայն ուժեղ Հայաստաններ, թե նաև Հայաստան խմբակցություններ, որ խանգարում էր հարցի պատասխանին, եթե դուք շարունակեք նման պահվածքը, ոչ ավել, ոչ պակաս, քաղաքացիական պայմանագիրը ցանկացած դեպքում, երբ որ դուք կասեք մի բան, որը կվիրավորի մեր բանականությունը, իսկ դուք որոշակի անձի, երբ որ անվանում եք որոշակի կոչումով, դա վիրավորում է մեր բանականությունը։ Մենք ճշգրիտ նույն պահվածն ենք ցուցաբերելու, ոչ ավել, ոչ պակաս։ Եթե մեկ անգամ էլ կրկնվեց ձեր այդ պահվածքը, ասում եմ, մեկ անգամ էլ, հիմա դեռ այդպիսի պահված մենք չենք ցուցաբերի, մեկ անգամ էլ ճշգրիտ նույնն ենք անելու։ Իրինա Յոլյան։